Հայր ջան, բարի օր։ Ուզում եմ մի պոռնկաբարո երևույթի մասին խոսեմ, որպեսզի հասկանաք, թե ինչ անհավանական, ֆաշիստական, նեոբոլշևիկյան, ինչ դիկտատոր ռեժիմում ենք մենք բնակվում։ Ուրեմն մարդը որոշել է գա քրոջ Հոբելյանին, Հոբելյանական տարեդարձ է և ի դժբախտություն իրեն քրոջ տարեդարձը, Հոբելյանական տարեդարձը համընկնում է ընտրություններից մի քանի օր առաջվա հետ։ Գալիս է մարդը Ռուսաստանից, նրա գործած միակ հանցանքը երևի այս իշխանությունների պատկերացումով այն է, որ նա ծնունդով արցախցի է և արդեն վաղուց բնակվում է Ռուսաստանում։ Ինչ է կատարվում այս մարդու, բայց քաղաքացիություն ունի Հայաստանի։ Ինչ է կատարվում այս մարդու գալուց հետո։ Հերթական, ուրեմն գյուղում անմիջապես գյուղի գործ տվող պոռնիկի ծնունդ գյուղապետը, որտև այդ մարդը այդ հասցե, որ գնացել են իր հետևից և պավեսկա են տարել բան, այդ մարդը այդտեղ ոչ գրանցված է, ոչ գիտեն իրան, ոչ է նույնիսկ ճանաչում են։ Եվ միակ մարդը երևի, որ տեղյակ է եղել, որ այդ տանը հյուր է եկել, այդ գյուղի գյուղապետն է։ Այդ պոռնիկի ծնունդը ըստ երևույթին արագ հետույք մտնելու համար գնացել հայտնել է, որ ահա ես էլ եմ գտել մեկին, որը Ռուսաստանից եկել է նախնիների համար քվեարկի։ Եվ անմիջապես ուրեմն այդ շրջանի զինկոմիսարիատից գնացել են այս մարդուն տարիքով բավականին մեծ է, այդ շեմը որ կա, որ կարող են կանչել, այդ շեմին մոտիկ մարդ է, տարիքով մեծ, այսինքն տանում են 25 օրյա հավաքի, ուրեմն այդ պավեսկան են տալիս։ Այս մարդը քրոջ ծնունդից անմիջապես հետո գնում է և ներկայանում է զինկոմիսարիատ, ասում են, որ տանելու են բանակ, դե ասում է հիմա այդ 25 օր է սաղ կյանքս դիրքերում ծառայել եմ և այլն, հիմի թքած էլի ոնց որ ասած կարոտս էլ կառնեմ, տանում են այս մարդուն բժշկական կոմիսիա չի անցնում, պարզվում է, որ հիվանդություն ունի, որը անհամատեղելի է ծառայության հետ։ Այս տարիքում ձեռք բերած հիվանդություն է, որը անհամատեղելի է ծառայության հետ։ Եվ ասում են պետք է ուրեմն այդ կոմիսիաները անցնես, այդ թղթերը դասավորենք, որպեսզի քեզ այդ 25 օրյա հավաքի չտանենք։ Ու արդեն տեսեք, քանի օր է անցել։ Ինքը եկել է 2-3 օրով, քրոջ ծնունդին մասնակցի, աշխատանք ունի, բան ունի, հետ գնա իր աշխատանքին։ Դե քանի որ ծնունդը ընտրությունից 3 օր կարծեմ առաջ է, ուրեմն հաշվենք ամսի 4-ին է եկել, ես որտեղ կոնկրետ օրը չգիտեմ, այդ ամեն ինչ ես իրան կնկարեմ հետո և երբ որ արդեն այդ մարդը վտանգից դուրս կլինի, հիմա կբացատրեմ ինչի է վտանգի մեջ։ Եթե ասեմ ով է ինչ է, այս անօրինական, այս անօրեն ֆաշիստական, այս Մուսոլինի երկրում կբռնեն այդ մարդուն մի բան կսարքեն, ասեմ ինչի, որտեղ արդեն բան չարած, նորից եմ ասում, իր միակ հանցանքը է նա, որ ինքը ծնվել է Արցախում երևի։ Իսկ դա այս իշխանությունների համար, այս տեսակի համար, այս հայախոս տեսակի համար դա հանցագործություն է արդեն տեղով։ Մի խոսքով, գնում է ասում է դե լավ, հիմա չեք տանում, ինչ պետք է անեմ, բա գնա այս կոմիսիան անցի, գնում է այդ կոմիսիան անցնում է, ասում են պետք է գնաս այս ինչ տեղը, կրկնակի կոմիսիայի, գնում է այդ ինչ տեղը կրկնակի կոմիսիայի, ուղարկում են 3-րդ տեղի ինչ-որ բանի, հետո ուղարկում են գնա այս թուղթը բեր, հետո ասում են այս, մի խոսքով, սենց մի 10 օր, այս մարդը գնում ասում են, լսեք ախպեր, ես ոչ ժամանակ ունեմ, ոչ էներգիա ունեմ, վազվզեմ այս շոկին, այս տապին, գնամ այս հոսպիտալը, այն հիվանդանոցը, ընդեղ, կլինի ինձ տանեք այդ 25 օրը ես ծառայեմ, թողեմ ռադս քաշեմ գնամ, իմ գործերին, իմ տունը, բայց չէ ախպեր, չենք կարա տանենք, ոնց դու հիվանդ ես, պետք է այդ պրոցեդուրան անցնես։ Ու այս մարդուն միջև այսօր տանում, բերում են,
վազացնում են ստեղ ընդեղ, ես իմ քանի կաբինետ անցնում եւ այլն։ Մարդը նորից ասում, ախպեր ինձ տարեք, ես մի ձև կծառայեմ այդ 25 օրը, ջանդամլի այդ հիվանդությունն էլ ամեն, չեն կարա տանենք, մի խոսքով, քաշ են տալի այս մարդուն, քաշ են տալիս են այս մարդուն այնքան, քրոջ ծնունդը հարամալնում հերիք չի, իր աշխատանքը ամեն ինչը ընդեղ կորցնելու ուրեմն վտանգի տակ է, հիմա եկելա, որ արդեն պետքա թղթերը տան, ու ինչ են ասում իրան, որ թղթերդ կտանք, որ քեզ չեն կարա տանենք բանակ, բայց դու չես կարա մի անգամից դուրս գաս, որտեվ սեկտան բացել է, տևում է 3-ից 4 օր, հիմի հարց, իրավաբան ընկերներ ջան, ինչ իրավունքով են այս մարդու վրա սեկտան փակել, հանցագործը ինչի է այդ մարդու վրա սեկտան փակ, բացատրեք ինձ տենց իրավունք կա, որևէ գրված է տես բան, որևէ իրավական նորմ կա, որով մարդը, որ եկել էր իր քրոջ ծնունդին, ասենք, տարիքով մարդ, 20 օր քաշ քշում են հերիք չի, դեռ հլը օրինական թղթերը ստանալուց հետո պիտի 3 օր սպասի, որ սեկտա, այդ ինչ սեկտա, ես ուզում եմ իրավաբաններին ասել, ինձ պատասխան տան, տենց բան գոյություն ունի, թե չէ, սա ինչ, սա դուք պատկերացնում եք որտեղ ենք մենք գտնվում, դուք պատկերացնում եք սենց ռեժիմ աշխարհերեսին չի եղել, գեներալ Ֆրանկոյի ժամանակ չի եղել, Պինոչետի ժամանակ չի եղել, տո Հիտլերի ժամանակ չի եղել, ես ձեզ մի բան ասեմ, այդ հավասարություն, որ խոսում են եւ այլն, չէ, որ ամեն ինչը բոլորը հավասար են բան, դա ֆաշիզմի ամենագերագույն, ամենացայտուն դրսևորումն է, որ ասում են բոլորը պիտի հավասար լինեն, այդ ոնց որ կոլոտներին ու բոյովներին ասես պիտի մի բոյի լինեն, բայց քանի որ կոլոտին չեն կարա բոյովացնել, պետքա բոյովին կեսից կտրեն, որ դառնան բոլորը իրար նման, հիմա սրանց ես հավասարություն կոչվածն է, դե որ հավասարություն արա, մի հատ ինչ-որ ռաբիս երկի համար հետույքներ էդ, գարնան բացված վարդի նման ճղում էիք, որ Գյումրի հրապարակում հլտեսեք ինչ են արել։ Իմ էջում վիդեո է տեղադրած, լսել եմ այդ մարդը խնդրել է, որ հեռացնենք, ուրեմն ձեռքերը պատերազմի ժամանակ կորցրած տղա է, վիվարոն խափետ արել է, ասել է դրսի համար ինչ-որ ռեկլամ, նկարել են հիմա էլ ձեռ առնելով այդ վիդեոն ֆրսնում են, թե ոնց է կրնատ մարդը պատերազմի ժամանակ ձեռն է կտրած մարդը ընդունել են մթոմ կազինոյում գործուի, դե չի կարա, չէ, բլեք ջեքը բաժանի այդ փորձում է այդ ուսով, բաժանի խփում են, գցում են, ձեռ են առնում, պատերազմում ձեռքը, դե գնացեք արա, կարաք վիգենի վրա վիվարոյի, կարաք մի հատ պստ ասեք, պու, ասենք ձեզից մեկը այդ հետույքները գարնանային վարդի նման ճղողները էդ, ընդե կան է մի հատ խոզի գոջիկա, մի հատ գալուբոյ շան տղա կա, մի հատ չգիտեմ ինչեր կա, մի հատ էլ է ասեք պու, կարա, դուխն է սլաբո, կարակ ասեք պու, հավասարություն է այս երկրում, նորից եմ ասում, Պինոչետը, Ֆրանկոն, բոլորը քաք են կերել են ռեժիմի դեմ, որ այսօր տիրում է Հայաստանում, բոլոր հայերը դատվում են, բոլոր հայերի վրա սեկտա է փակած, կամ անցնում ես Մսրա Մելիքի թրի տակով, կամ դատվում ես, փտում ես, գլուխդ կտրում են, սպանում են, տանը դեմը գնդակահարում են, որպես համայնքի ղեկավար, որը ինձ սրտով չի, կամ բերդում փտացնում են, հոգևորականներին տանում բանտարկում են, հոգևոր առաջնորդին սեկտան փակում են, ինչ ասեմ, Գեյվրոպան, այս ամեն ինչը չի տեսնում, չէ, ոչ մի բան չի տեսնում, աչքերը բերանահակար են կապիկները Եվրոպայի, որ գայս են ստե
ֆորում մորում են անցկացնում։ Այն սատանի ծնունդները, սատանի հետանցքից ծնվածները, եվրոպական ժողովրդավարության ջատագով կոչվածները, դու մնացած բոլորը հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, բոլորը զգում եք, որ երբ որ դիկտատուրա է, թքած ունեն բոլորը թքած ունեն։ Եթե դու քո իրավունքների համար չկանգնես եւ հույսը դնես, որ հյուսիսից, հարավից, արևելքից, արևմուտքից կգա այդ օգնությունը, դու տեն ստրուկի կարգավիճակում էլ ձեռնաշխտաները ձեռներիդ կսատկես ստրուկի նման։ Ոչ թե կմեռնես մարդուն վայել կգան, կսատկես ստրուկի նման, քո կեղտի մեջ։ Եթե դու սպասես, որ պետքա սպիտակ ձիով մեկը գա քեզ առաջնորդի, դու կսատկես ստրուկի նման։ Եթե ամեն մեկը չպայքարի իր ուրեմն ազատության համար, եթե ամեն մարդ ինքնուրույն չպայքարի իր ազատության համար, իր հնարավորությունների շրջանում, այլ միայն թե սպասի, թե ով իրեն ինչ է ասելու, որ ինքը անի, ինքը արդեն ստրկի կարգավիճակում է գտնվում, ինքը արդեն ստրուկի մտածելակերպ ունի։ Այդքան բան, սպասում եմ իրավաբան ընկերներից մեկը ասի, որ այս դեպքում, եթե ինքը ոչ մի հանցանք չունի, քրեական գործ չկա իր վրա, այդ մնացած են սկզբի ամբողջ մի 25 օրվա բանը, որ պատմեցի, դա էլ մի կողմ դնենք։ Չէ, 25 չէ, այսօր քանիսն է ամսի, 22-ն է, հանենք ուրեմն 4 օր, 18 օր, 15 օր թողնի։ Այս 15 օր, որ այդ մարդուն փաստորեն իր կամքին հակառակ բանտարկել են պահումեն ստեհերիք չի, մի հատ սեկտան փակել են, այդ ամեն ինչը վերջանալուց հետո օրինական թղթերը ձեռը դեռ 3 օր էլ սպասի։ Մարդու իրավունքների ձիուկներ, մարդու իրավունք եք կոչում արա, որ մարդու արա, ձիերի իրավունք էլ չեք պահում դուք, ուր մնաց մարդու իրավունք պահեք արա, այդ ձրիակերտներ, բա դուք չեք ուզում ես հարցով մի հատ ասեք պու, ասեք ինչ իրավունքով պու, մարդու իրավունքներ, չէ մի չէ, մարդու իրավունքը մարդը պետք է պաշտպանի։ Այդքան բան